4 ժամ շարունակ դատարանը քննեց ու որոշեց Բագրատ Սրբազանին 2 ամսով կալանավորել։ Վճիռը հայտնի դարձավ գիշերը 3-ին, փաստաբանը ասաց, որ բողոքարկելու են որոշումը, բարձրաձայնեց պատճառ հիմնավորումներից միայն մեկը։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրին են դարձնում։ Մեկը կասեմ, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, որ այս դատարանը ակնհայտ ապօրինի դատական կազմով էր քննում եւ Մասիս Մելքոնյանը բացարկի ենթակա դատավոր էր։ Այսօր արդեն քննչական կոմիտեն նոր հայտարարություն տարածեց, թե խոզարկությունների արդյունքում հայտնաբերել են փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավետանգ առարկաներ, նաեւ լուսանկարներ տարածեց։ Ամփոփեցին 15 անց կալանավորվել է։ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ իրավիճակին, ասաց բացահայտվել է Հայաստանի պետականության անվտանգության ու կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Շնորհակալություն հայտնեց իրավապահներին, նշեց, որ առավել արդյունավետ գործած իրավապահները կպարգևատրվեն։ Փաշինյանը ակնկալիք ունի, որ արդյունավետ քննություն տեղի կունենա ու իրավապահները հավելյալ կիրազեկեն։ Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27 է նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել։ Փաստաբանները դեռ դատարանի բակում էին պնդում, մեղադրանքները խնդրահարույց են, բողոքարկման ենթակա։ Հրապարակված ձայնագրությունները քննչական կոմիտեի հայտարարությունը բազմաթիվ առարկությունների տեղիք են տալիս։ Ձայնագրություններից մեկը, եթե ես չեմ սխալվում, երկրորդը ուղղակիորեն ասում է հետևյալը. մի երկու օր տևելու, ավարտվելու է impeachment-ով։ Այսինքն, եթե խոսքը գնում է impeachment-ի մասին, ապա խոսքը չի կարող գնալ ոչ իրավաչափ կամ սահմանադրությամբ չնախատեսված որևէ կարգով իշխանության յուրացնելու մասին։ Բագրատ arczepiskopos Գալստանյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբաններն են ասել լրագրողներին։ Սրբազան շարժման առաջնորդը մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման եւ իշխանության բռնազավթման պլանավորման մեջ։ Տիգրան Նիկուրգինյան, ժամը լրատվական։